Մեր եկեղեցին կանգուն է եւ եկեղեցու կամ վեհափարի կամ մեկ այլ սրբազանի նկատմամբ հարձակումը դա անձնավորված հարձակում չի։ Ինքը ուղղակի մոլորախափում է հանրությանը, թե ես անձերի հետ խնդիր ունեմ, ես եկեղեցու հետ խնդիր չունեմ։ Իր խնդիրը խորքային հայ առաքելական եկեղեցին ծնկի բերելն է եւ իր սրտի ուզած, ինչպես ինքը սրտի ուզած օլիգարխներ ստացավ այս տարիներին, սրտի ուզած դատավորներ ստացավ, սրտի ուզած ռեկտորներ ստացավ շատ ոլորտներում։ Հիմա էլ մտքով անցել է, որ սրտի ուզած կաթողիկոս ստանա։ Չի լինելու։ Սա մեր պայքարի վերջին բաստիոնն է, ուղղակի ինձ հույս է տալիս այն հանգամանքը, որ վեհափարը կանգուն է, հաստատուն է իր մտադրության մեջ եւ ինքը հրաժարական չի տալու, իսկ մենք որպես հավատարվոր հոտ, ինչպես Զվարթնոց օդանավակայանում հազարավոր մարդիկ միահամուռ դիմավորեցին վեհափարին, այսօր էլ եթե հողի վրա հանկարծ Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ինչ որ ինքը անոնցն արել, չէ, կազմել, խմբել եւ այլն, ապա այս կողմից է պետք է ինքնակազմակերպվել ու դա մեր գոյության իրավունքի համար է պայքարը, մենք իրավունք ունենք ինքնապաշտպանվելու։